Այսօր ԱԹՍ-ներով համակարգված գրոհ է եղել Ուկրաինայի մի շարք մարզերի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։ Ըստ ուկրաինական կողմի, այս հարձակումների նպատակը խափանելն է եղել երկրի էներգետիկ ցանցի աշխատանքը։ Չնայած հակաօդային պաշտպանության ուժերն աշխատել են հետ մղել հարվածները, համակարգը վնասներ է կրել, որոնց ծավալը դեռևս ճշտվում է։ Ռուսական ՀՕՊ ուժերը անցած 24 ժամում խոցել են 205 անօդաչու թռչող սարք։ Նախորդին Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն ասել է, որ Զելենսկին ամենաշատը ցանկանում է ստանալ Patriot ՀՕՊ համակարգեր, սակայն դրանք շատ դժվար է ձեռք բերել, քանի որ իրենց էլ են դրանք պետք։ Պատերազմի երրորդ տարում Ուկրաինան Դանիայի հետ մեկնարկում է ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն իր տարածքում։ Զելենսկին հայտարարել է, որ Դանիան դառնում է առաջին պետությունը, որի հետ Կիևը զենքի մատակարարումից անցնում է համատեղ արտադրության, այս քայլը որակելով պատմական։ Իսկ ռուսական ռազմական գերատեսչությունը հայտարարել է լայնամասշտաբ զորավարժությունների մեկնարկի մասին։ Զորավարժությունների ներգրաված են հազարավոր զինծառայողներ, զրահատեխնիկա, ավիացիա եւ ռազմածովային ուժեր։ Զելենսկին եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Ստրասբուրգում ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ Նպատակը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելն է, ինչպես նշվում է փաստաթղթում անթիվ ռազմական հանցագործությունների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը բացի Ուկրաինայից կարող է այլ տարածքային հավակնություններ ունենալ։ Հագայում կայացած ասուլիսի ժամանակ հնչեցված հարցին Թրամփը կարճ պատասխանել է. դա հնարավոր է։ Թրամփը ենթադրում է, որ Պուտինը իրականում ցանկանում է դուրս գալ ստեղծված իրավիճակից, Ուկրաինայի հետ հակամարտությունից։ Ինձ թվում է նա շփոթված է, նշել է Թրամփը եւ պատմել, որ մշտական կապ է պահպանում Մոսկվայի հետ։ Ըստ նրա, օրերս Պուտինն առաջարկել է օգնել Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման հարցում, ինչին Թրամփը պատասխանել է, որ նա նախ պետք է կարգավորի իր սեփական խնդիրները։ Ըստ նրա, Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցություններն ավելի բարդ են, քան ինքը կարծում էր, իսկ նախագահ Պուտինն էլ ավելի բարդ։ Հաշտության գործընթացի մյուս մասնակցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումը Թրամփը բնորոշել է լավ բառով։ Փակ դռների հետևում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի զրույցը տևել է 50 րոպե։ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը անվանել է բովանդակային։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Հագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողներին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիա ժամանել ռուս-ուկրաինական բանակցությունների համար, մեկ պայմանով, եթե այնտեղ լինի Վլադիմիր Պուտինը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։